Ուկրաինական անօդաչուների զանգվածային հարձակման հետևանքով Մոսկվայի մարզում 17 վիրավոր կա։ 14 մարդ հոսպիտալացվել է, հայտնել է նահանգապետը։ Այսօր Մոսկվայի ուղղությամբ վերջին 2 տարիների ամենամասշտաբային հարձակումն է սկսել Ուկրաինան։ Ռոսավիացիան էր հայտնել, որ ԱԹՍ-ների մասշտաբային հարձակման ֆոնին Մոսկվայի 4 օդակայանները դադարեցրել են թռիչքները։ Հարձակման պատճառով ավելի քան 500 չվերթ հետաձգվել կամ չեղարկվել է։ Հիմա Վնուկովո, Շերեմետևո, Դոմոդեդովո և Ժուկովսկի օդակայանների աշխատանքը վերականգնվել է։ Մոսկվայի քաղաքապետը հայտնել է, որ մի քանի անօդաչու հասել է նավթավերամշակման գործարանին։ Աստրաանկախ լրատվականի տվյալով, Կիևի հարձակումից հետո Մոսկվայի նավթավերամշակման գործարանի պահեստի տանիքում պայթյուն է եղել։ Մոսկվայի քաղաքապետը նաև հայտնել է, որ մայրաքաղաքի Սադավոդ առևտրի կենտրոնն է վնասվել անօդաչու թռչող սարքի բեկորների հետևանքով։ Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Որոբյովը մեկ այլ առևտրի կենտրոնի վրա հարձակման մասին է հայտնել։ Նրա խոսքով ուկրաինական դրոնների բեկորներ են ընկել Բելայա Դաչա առևտրի կենտրոնի տանիքին, հրդեհ է բռնկվել։ Առևտրի կենտրոնը ժամանակավորապես փակ է, տեխնիկական պատճառներով։ Հայտնել է Բելայա Դաչայի պաշտոնական կայքը։ Տեղական մի քանի լրատվամիջոց հայտնում է, որ Ռուսաստանի մայրաքաղաքում նաև բազմաբնակարան շենք է վնասվել։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, հակաօդային պաշտպանության ուժերը երկրի 17 շրջաններում գիշերը ոչնչացրել են ուկրաինական 555 անօդաչու թռչող սարք։ Սոբյանինը հայտնել է, միայն Մոսկվայի ուղղությամբ 194 անօդաչու է խոցվել։ Զելենսկին հաստատել է Ռուսաստանի վրա հարձակումները։ Սա արդարացի պատասխանն էր ուկրաինական քաղաքներին ուղղված ռուսական հարվածներին, ասել է Ուկրաինայի նախագահը, նշելով, մեկ շաբաթվա ընթացքում 3-րդ անգամ է Ուկրաինայի զինուժին հաջողվում հարվածել Մոսկվայի գլխավոր նավթավերամշակման գործարանին։ Մոսկվան այժմ պետք է դիվանագիտական քայլեր ձեռնարկի, պատերազմն ավարտելու համար, պնդել է Զելենսկին Ֆրանսիայում G7 երկրների առաջնորդների հետ բանակցություններից ժամեր անց։ Մարիամ Ամիրջանյան, Էլեն Յահինյան, Հայլուր։